Ուրեմն ինչ եմ ուզում ասել, որ Այբենարանում, որը ըստ էության մեր կրթության եւ ցանկացած երկրի կրթության համակարգի առաջին դասագիրքն է, որից սկսվում է ուղին յուրաքանչյուր մարդու, պետք է մեջը դրված լինի կոդեր, թե որտեղ է տանելու այդ երեխային։ Սա շատ կարևոր է։ Իսկ որտեղ է տանելու այդ ամենավերջնակետը, եւս շատ կարևոր է հասկանալ, թե եւ ինչպես է գծվում յուրաքանչյուր մարդու ուղեգիծը, հետագիծը այդ Այբենարանից սկսած մինչև Կաճառ եւ դրա համար, որը ակադեմիան է։ Եվ դրա համար ես իմ բանախոսությունը շատ հակիրճ, բայց անվանել եմ այդպես Այբենարանից դեպի Կաճառ։ Հիմա ինչ ունենք այսօրվա, որովհետեւ շատ արդիական նաեւ թեմա ունենք, սրանից ընդամենը 2-3 շաբաթ առաջ ազգային ժողովը ընդունեց բարձրագույն կրթության եւ գիտության մասին օրենք, որը քննարկվում էր մի 10 տարի, եւ իսկ այդ մակարդակում ինչ ունենք եւ այդ Այբենարանում ինչպես պետք է դնել այդ արժեքները, իմ խոսքը դրա մասին է լինելու։ Ուրեմն տեսեք ինչ ունենք։ Վերջին 7 տարվա ընթացքում, երբ որ Հայաստանում իշխանությունը փոխվել է, բարձրագույն կրթություն ստացողների թիվը այն ժամանակ, երբ որ իշխանությունը փոխվել է, բոլոր բուհերում Հայաստանի եղել է 100,854 ուսանող, հիմա դա պակասել է ավելի քան 25%-ով 7 տարվա ընթացքում, այսինքն մեր, լավ, տոկոսներով ասեմ, ուրեմն բարձրագույն կրթություն ստացողների թիվը ընդհանուր այդ տարիքի բնակչության մեջ, Հայաստանում արդեն պակաս է 60%-ից, նույն թիվը տարբեր երկրներում, օրինակ Լատվիայում 93%, Ռուսաստանում 83%, Վրաստանում 79%, Բուլղարիայում 74, Էստոնիայում 73, Լիտվայում 72, Լեհաստանում 71։ Այսինքն այն դեպքում, երբ որ Հայաստանը միշտ ավելի բարձր կրթական ցենզ է ունեցել եւ դա արտահայտվել է բարձրագույն կրթություն ստացողների թվով, հիմա էապես Հայաստանը զիջում է իմ նշած երկրներին, այդ թիվը կարելի է շարունակել։ Վերջին շրջանում խոսվում է անընդհատ կրթության, հատկապես բարձրագույն կրթության եւ գիտության ֆինանսավորման ավելացման մասին, բոլորդ լսած կլինեք։ Հիմա դա թվերով։ Ուրեմն 24 թվականին բարձրագույն կրթության ոլորտին հատկացվել է 13.5 միլիարդ դրամ, ինչը 14%-ով ավելի է, քան նախորդ տարի, բացարձակ թվերով, բայց պարզվում է, որ համախառն ներքին արդյունքի հետ համեմատած այդ թիվը 0.16%-ից պակասել է մինչև 0.13%։ Այսինքն բացարձակ թվերով աճը չի համապատասխանում համախառն ներքին արդյունքի աճին, այլ հետ է։ Ավելին շատ կարևոր է հասկանալ, որ եթե օրինակ 23 թվականին գիտության ոլորտին հատկացվել է 30 միլիարդ դրամ, դրանից կարողացել է այս կառավարությունը ծախսել ընդամենը 23 միլիարդը։ Այսինքն նույնիսկ այդ ավելացման պարագայում, նույնիսկ ավելի քիչ է, իսկ 23-ը 30-ի 2/3-ն է մոտավորապես։ Այսինքն տեսեք ինչքան է պակասում։ Եվ այս ամբողջը արտահայտում է հենց այդ քաղաքականությունը, որի մասին մենք խոսում ենք։ Հայաստանում ընդունվել է օրենքի կարգավիճակ է ստացել մինչև 30 թվականը կրթության զարգացման ռազմավարություն, այդպիսի ծրագիր կա, եւ այնտեղ ամրագրված են մի քանի թվեր, որոնց կուզենամ հիմա անդրադառնալ։ Առաջինը դա վերաբերվում է օրինակ բուհերի վարկանիշներին, որովհետեւ այնտեղ գրված է, այդ օրենքի կարգավիճակ ունի դա, որ մինչև 2030 թվականը Հայաստանում պիտի լինի առնվազն 8 բարձրագույն ուսումնական հաստատություն եւ որոնցից առնվազն 4-ը պիտի ներգրավված լինեն աշխարհի լավագույն վարկանիշների աղյուսակներում, առնվազն 4-ը։ Հիմա տեսեք ինչ ունենք։ Համալսարաններ, այս պահին Հայաստանում գործում է 60 համալսարան, 23-ը պետական, մյուսները ոչ պետական։ Համալսարանների այդ աղյուսակներում, ընդ որում այն աղյուսակում, որը ամենաբարձրն է գնահատվում, դա Շանհայի վարկանիշային աղյուսակն է, Հայաստանի ոչ մի բուհ չկա համալսարան, իսկ QS-ը, որտեղ մի քիչ ավելի մեղմ են պայմանները,
Հայաստանի ընդամենը մեկ բարձրագույն ուսումնական հաստատություն է ընդգրկված, որը 1200-ից ավելի են կողմ է։ Ընդամենը 1500 համալսարան կա այդ աղյուսակում։ Միայն մեկը եւ դա Երևանի պետական համալսարանն է։ Համեմատելի երկրների թվերն են բերում։ Ղազախստան գործում է 64 համալսարան, որից ուշադրություն 20-ը ընդգրկված են այդ աղյուսակում։ Մյուսը Բելարուս գործում է 50 համալսարան, որոնցից 3-ը ընդգրկված են այդ աղյուսակում։ Ադրբեջան ուշադրություն գործում է 50 համալսարան, 25 թվականին հայտարարված աղյուսակում ընդգրկված է այդ 50-ից 9։ Ընդ որում մեկ տարվա ընթացքում անցած տարի ընդամենը 3 համալսարաններ Ադրբեջանի ընդգրկված։ Եվ մեկ տարվա ընթացքում թիվը 3-ից դարձել է 9։ Լատվիան 28 համալսարանից 4-ը, Էստոնիա 18 համալսարանից 3-ը, Լիտվա 17 համալսարանից 3-ը։ Ուշադրություն Թուրքիայի 26 համալսարան ընդգրկված է այդ աղյուսակներում։ Ռուսաստան 40, Ուկրաինա 10, Ուզբեկստան 7, Ղրղստան 5 եւ այլն։ Ուրեմն մյուսը, որ կուզենայի ասել, այդ ակադեմիական քաղաքի մասին է, որովհետեւ ասեցի չենք, այդ ամբողջը բերելու է թե վերջում ուր ենք գնալու։ Տրամաբանություն է առանցքը, որի շուրջ խոսում ենք այսօր, այդ Այբենարանի առանցքը ինչն է լինելու։ Ուրեմն 2016 ակադեմիական քաղաքի մասին բոլորը վստահ եմ լսել են այդ հեքիաթի մասին։ Ուրեմն 2013 թվականին այս մեզ ամենամոտ պատմությունն եմ էլի ձեզ ասում։ Ռուսաստանի Դաշնության կառավարությունը որոշում էր ընդունել 400 հեկտարի վրա 7 տարվա ընթացքում կառուցել Սկոլկովո։ Սկոլկովոյի մասին էլ եք լսել։ Այո, ինովացիոն կենտրոն է, որտեղ տեղակայվելու են գիտական, կրթական հաստատություններ եւ այլն։ Հիմա եւ դրա ամբողջ բյուջեն գնահատվում էր 132 միլիարդ ռուբլի։ Դոլարի արտահայտությամբ այն ժամանակ 4.2 միլիարդ դոլարի մասին էր խոսքը։ Ուրեմն, այսօր 2025 թվականն է։ 25 թվականի մինչև 25 թվականը այսօր ֆինանսավորման չափը պետական բյուջեից եղել է 4.2-ը հիշում եք, չէ, որ ամբողջը պիտի լիներ։ Պետական բյուջեից եղել է 5.6 միլիարդ դոլարի ֆինանսավորում Սկոլկովոյում, իսկ մասնավոր ներդրումները գերազանցել են 18.5 միլիարդ դոլարը։ Դա դեռ պատրաստ չի։ Ուրեմն, այո, դա դեռ պատրաստ չի։ Հայաստանում այդ ակադեմիական քաղաքի որևէ հաշվարկ, որևէ բյուջե չկա։ Եվ միջազգային փորձագետներին, երբ որ հարցրել էին, դուք ո՞նց կգնահատեք այս Հայաստանի, այսպես ասած, կառավարության ծրագիրը ակադեմիական քաղաքի մասին, միջազգային փորձագետի կարծիքը մեջ են բերում բառացիորեն։ Ասել է, մոտավորապես դա նման է նրան, որ մի մարդ գնա ավտոմեքենաների վաճառասրահ, պատվիրի Ferrari, չգիտեմ, ընդ 812 երևի ամենաթանկ մեքենան է, էլի, մոդելի ավտոմեքենա առանց իմանալու արժեքը։ Ոչ ոք մինչև հիմա չգիտի այդ արժեքը։ Հիմա եւ մի կարևոր բան, որ առիթից օգտվելով ուզում եմ ասել, քանի որ իմ գործընկեր Մենուան Սողոմոնյանը այստեղ է, միանգամից նաեւ նրան էլ դիմելով, ուրեմն մենք վերջերս, քանի որ տեսեք ընդունվեց, չէ՞, քիչ առաջ ասացի, բարձրագույն կրթության եւ գիտության մասին օրենքը, եւ այդ օրենքը ուժի մեջ է մտնում որ ժամանակ, երբ որ նախագահը ստորագրում է եւ օրենքում գրված է, դրանից 10 օր հետո մտնում է ուժի մեջ։ Ուրեմն օրենքը ընդունվել է սեպտեմբերի 11-ին, նախագահը դեռ չի ստորագրել, այսինքն նա դեռ չի ստորագրել եւ ուշադրություն։ Մենք Մենուան դրա համար ասացի եւ էլի գիտնական գործընկերներ հանրագիր դիմումով դիմել ենք Հայաստանի նախագահին, պահանջելով, սա պահանջը, չստորագրել Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի կողմից սեպտեմբերի 16-ին ընդունված Բարձրագույն կրթության եւ գիտության մասին հանրապետության օրենքը, ներկայացնել հիշյալ օրենքը Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարան, սահմանադրությանը համապատասխանությունը ստուգելու նպատակով։ Եվ բերում ենք կոնկրետ կետեր, որոնք այսօրվա սահմանադրությանը հակասում են, մասնավորապես օրենքի 14-րդ հոդված, 44-րդ հոդվածի 11 կետը եւ այլն։ Առնվազն 4 կետ ենք բերում
Եվ ասում ենք, որ համաձայն Սահմանադրության նախագահը իրավունք ունի չստորագրել ազգային ժողովի կողմից ընդունած օրենքը եւ ներկայացնել այն Սահմանադրական դատարան վերջնական վավերականությունը որոշելու համար։ Մենք կարծում ենք, որ սույն օրենքի վերը նշված դրույթները խախտում են Սահմանադրական հիմնարար սկզբունքները եւ կարող են բացասական ազդեցություն ունենալ բարձրագույն կրթության համակարգի զարգացման, մրցակցության, գիտության, տարածքային համաչափ զարգացման վրա եւ ստորագրությունները։ Հիմա սպասում ենք, քանի որ օրինական կարգով ընթացք է տրվել մեր կոլեկտիվ հանրագրին, սա հանրագիր դիմում է, եւ մեզ ասել են, որ պաշտոնապես մեզ պատասխան կտան հոկտեմբերի 6-ին, որին մնաց 2 օր։ Մենք կիրազեկենք նաեւ լրատվամիջոցներին, մեր հարգելի գործընկերներին ընթացքի մասին եւ կտեսնենք ինչ կլինի, որովհետեւ սա եւս ինչի համար եմ սա ասում, որովհետեւ սա եւս ազգային արժեքների մասին ենք մենք խոսում, այն առանցքի մասին, որը նորից եմ ասում, պետք է գրված լինի այբենարանում եւ հասնի մինչեւ մեր գիտությունը, մեր կաճառը։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, պարոն